Ողջույն սիրելիներ։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է իր սրբության և ողորմածության մասին, իր հոգածության մասին, թե ինչպիսին է այն, որ ունի մարդկության նկատմամբ։ Այսօր ավետարանից կարդում ենք հետևյալ խոսքերը. «Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին և ասում. ինչու է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ։ Հիսուս նրանց այս առակն ասաց. ձեզնից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին և չի գնա կորածի հետևից, մինչև որ այն գտնի, և երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա իր տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այսպիսի ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»։ Տեսեք, Տեր Հիսուս Քրիստոս ինչպես է հայտնում իր հոգածությունը մարդկության նկատմամբ, որովհետև Աստծո համար այս աշխարհում օտար մարդ չկա։ Հովհաննես ավետարանիչն ասում է, որ նա իր յուրայինների մոտ եկավ, սակայն յուրայիններն իրեն չընդունեցին, սակայն նա իր յուրայիններին այսպես ասաց. ավելի մեծ սեր չկա, քան այն, որ եթե մեկը իր բարեկամների համար իր անձը դնի։ Վերցրեց խաչը իր ուսերին և Գողգոթայում այդ խաչի վրա մեռավ, որպեսզի արդարացնի, որպեսզի փրկի այն մեկ մոլորվածին, որ մարդկությունն է, և միավորվի այն 99 արդարների հետ, ովքեր որ երկնքում են, այսինքն հրեշտակած դասերի հետ։ Դրեց իր ուսերին մարդկությանը, որոնք խորհրդանշում են իր արդարությունն ու ողորմածությունը և մարդկանցից ակնկալում է խաղաղություն և ճշմարտություն։ Որովհետև նա, ով խոստովանի Աստծո առջև իր մեղավոր լինելը, խոստովանում է նաև դրանով Աստծո արդարությունը, մինչդեռ այս իմաստով էլ շատ կարևոր է հասկանալ, որ Աստված իր արդարությունն իրեն չի պահում, այլ կամենում է, որպեսզի մենք նրանով արդարանանք, քանզի ասաց. «Ես չեկա, որպեսզի աշխարհը մեղքի համար դատեմ, այլ որպեսզի աշխարհն ինձանով փրկվի»։ Ոստև իր մահվնի և արյան սուրբ հաղորդությունը պարգևեց մարդկությանը, որպեսզի նրանով, այսինքն նրա վրա հենվելով, նրան ճաշակելով կարողանանք արդարանալ։ Արդարությունը և ճշմարտությունը այն են, որ եթե մենք կարողանանք ճիշտ ապրել, ապա իսկապես կարդարանանք, մինչդեռ ճիշտ ապրել չենք կարողանա, եթե Աստծո հետ չհաղորդվենք։ Այն մարմինը, որ Տերը զոհեց խաչի վրա, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նույնն է, որ պատարագեց վերնատանը իր աշակերտների համար, ոստև այդ մարմնի ուսերի վրա, որպես Աստծո արդարության և ողորմածության վրա հենվելով է, որ կկարողանանք քայլել արդարության ճանապարհով, մատուցելով Աստծուն ճշմարտություն և խաղաղություն։